Հանուն Հոր եւ Որդվո եւ Ոգուին Սրբո ամեն։ Սիրելի ավատացյալներ, այսօրվա ճաշուն թերծվածքը, այսօրվա ավետարանական ընթերցվածքը, որի այդ առակից էլ կոչվել է նաեւ այս կիրակին, կոչվում է տնտեսի կիրակի։ Անիրավ տնտեսի առակի մասին ենք այսօր խոսելու։ Ղուկասի ավետանի 16-րդ գլխի մասին։ Տեսեք, առաջի կիրակիով մենք տեսանք, թե Աստված ինչպես աշխարհն արարեց։ Երկրորդով տեսանք, թե ինչպես մենք մեղ գործեցինք Աստծու դեմ եւ արտաքսվեցինք։ Երրորդով տեսանք, թե ինչպես մարդը վերադարձավ, իր վերագտնումը տեղի ունեցավ, իր պատմուճանը հագավ, իր զգեստները զգեստավորվեց, մատանին դրեց, այսինքն Աստծու որդին կոչվելու իշխանություն ունեցավ, իր համար Քրիստոս պատարակվեց, Պարարտ Եզը պատարակվեց եւ ահա այսօր կխոսենք, թե ինչպես այս 3 կիրակիները արդեն կխոսենք, թե ինչպես այդ վերադարձից հետո ինչպես պետք է ապրել, կենցաղավարել։ Այսօր կխոսենք նաև ողորմության մասին, որովհետև Աստված ցույց է տալիս մեր վերադարձից հետո մենք պետք է ողորմություն ունենանք։ Եվ Հիսուս իր աշակերտներին ասաց. մի մեծահարուստ մարդ կար, որ մի տնտես ուներ, եւ նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը։ Այստեղ մեծահարուստը ժողովուրդ ջան, մեր Տերն է, Աստվածն է, որովհետև ինքն է բացարձակ մեծահարուստը, որևէ մեկի կարոտը չունի։ Աշխարհիկ մարդկային բոլոր մեծահարուստները, որ մեր կողմից կոչվում են հարուստներ, տարբերվում են բավականաչափ, որովհետև այն ինչ որ մարդկայինն է, ստացված է, իսկ այն ինչ որ աստվածային հարստությունն է, դա ի բնե է, Աստծուն որևէ մեկը չի տվել, Աստծուն որևէ մեկը չի հարստացրել, այլ ճիշտ հակառակը, Աստված է հարստացնողը բոլորին։ Եվ ահա հենց այդ պատճառով Աստված մեծահարուստ կոչվեց, որովհետև ինքն է, որ կարողանում է այդ իր մեծահարուստությունից, այդ իր ամեն ինչից ստեղծել այս ամենը եւ մեզ ողորմություններ բաշխել, շնորհներ բաշխել Աստծու որդի լինելու կոչումը։ Ահա սա է Աստծու մեծահարստությունը։ Եվ մի տնտես կար, տեսեք, աշխարհում կա 6 տնտեսություն։ Առաջինը երկնքի արքայությունն է, որի մեջ տնտեսներ կարգեց հրեշտակներին։ Երկրորդ տնտեսությունը դա այս աշխարհն է, որի վրա տնտես կարգեց առհասարակ մարդուն եւ նրան իշխանություն տվեց, չէ՞։ Եվ ինչ ասաց, բերեց ամեն մի կենդանի նրա մոտ, որպեսզի Ադամը նրան իշխանություն տա, նրան անուն տա։ Եվ ահա արարչագործության ժամանակ ասում է աճեցեք, բազմացեք եւ իշխեցեք դրանց։ Այսինքն տնտեսություն արեք, կառավարեք դրանց։ Երկրորդ տնտեսությունը դա դրախտն է, որը կոնկրետ հենց Ադամը նշանակվեց այնտեղ։ Չորրորդը դա հին ուխտն է, հին Սիոնն է, որտեղ որ պահվում էր ուխտի տապանակը եւ տաճարը, հին ուխտի տաճարը։ Հինգերորդ տնտեսությունը դա եկեղեցին է, առհասարակ եկեղեցին է, որի մեջ տնտեսներ կարգեց նախ առաքյալներին, երկրորդը մարգարեներին, երրորդը վարդապետներին, ինչպես ասում է Պողոս առաքյալը առաջի Կորինթացիների 12-րդ գլխում։ Եվ ահա վերջին տնտեսությունը դա մարդն է, մարդկային ամբողջ բնությունն է։ Եվ տնտես կարգեց միտքը։ Ահա առակը այն 6 տնտեսություններին չի վերաբերում, այլ միայն վերաբերում է մարդուն, որի միտքը կարգեց որպես տնտես ամբողջ իր բնության վրա, մարդկային բնության վրա։ Եվ ահա ասում է մի տնտես կար։ Եվ նրա մասին ամբաստանություն եղավ, որպես թե վատնում է իր տիրոջ ունեցվածքը։ Ովքեր են ամբաստանողները։ Ամբաստանողները հիմնականում 3-ն են։ Նախ հրեշտակները ամեն ինչ գիտեն եւ մեր պահպանությունն են անում։ Եվ ահա գնում են եւ Աստծու մոտ ներկայացնում են։ Երկրորդը մարգարեները, որը որ մեր Տերը Մովսեսով նկարագրեց, ասեց ընդամենը մեկ ամբաստանող կա եւ դա Մովսեսն է։ Այսինքն հին ուխտը հրեաներին պետք է ամբաստանի, այդ տնտեսներին պետք է ամբաստանի, որ ես Քրիստոսի մասին էի գրում, որ պետք է ինձ նման մեկը գա
եւ դրան լսեցեք։ Եվ ասում է ձեր կյանքը կտեսնեք փայտից կամ մազից կախված։ Այսինքն Մովսեսը եւ մարգարեները հայտնում էին Քրիստոսի մասին, որը որ մարդկային ամբողջ բնությունը չընդունեց։ Եվ երրորդ ամբաստանողները ժողովրդյան, դրանք մեր կողմից հալածված մարդիկ են։ Երբ որ մեկին մենք նեղում ենք, մեկին վիրավորում ենք, որտեղ ասում է ձեր նեղողների հնձողների աղաղակը բարձացավ դեպի ինձ, զորությունների Տեր Աստծուն։ Այսինքն, երբ որ մենք որևէ մեկին նեղում ենք, որևէ մեկին որ նեղացնում ենք, ծեծում ենք, հարկանում ենք, սպանում ենք, գողություն ենք անում, այդ մարդու աղաղակը, բարի ամբաստանությունը բարձանում են զորությունների Տեր Աստծու մոտ եւ Աստված սկզբնական շրջանում համբերում է այն հույստ ունենալով, որ այդ մարդը կփոխվի, ապաշխարություն կունենա, ինչպես ավազակի պարագան, սակայն երբ որ մենք մեր չարությունների մեջ առաջանում ենք, Աստված մեզանից մեր տնտեսությունը պահանջում է։ Եվ Տերը կանչեց նրան եւ ասաց. «Այդ ինչ եմ լսում քո մասին»։ Տեսեք, ամենագետ Աստված, որ մեր ծածուկ գաղտնիքները գիտի, չի շտապում մեզ դատապարտել, չի շտապում մեզ դատել։ Սա մեզ օրինակ է ցույց տալիս մեր Տերը, ժողովուրդ ջան, երբ որ մենք մի մեղքի մասին լսում ենք, մի մեղավորի մասին կարծիքներ ենք լսում, բաբասանքներ ենք լսում, միանգամից չշտապենք դատապարտության դատաստանի դատավորի աթոռին նստել, այլ ճիշտ հակառակը պետք է քննել, արդյոք դա այդպես է։ Տեսեք, խոսում է որպես մարդ, ինչպես որ Ուրես Ադամ, այդ հարցի ժամանակ Աստված Ադամին հետ խոսում է որպես մարդ, կարծես թե չգիտի թե Ադամը որտեղ է, բայց ինքը գիտեր, որ Ադամը որտեղ է, բայց ցկտում է, առաջարկում է ապաշխարության դեղը։ Ահա այստեղ էլ մեծահարուստ, այսինքն մեր Տերը կանչում է մարդուն եւ ասում է. «Այդ ինչ եմ լսում քո մասին»։ Կանչում է ապաշխարության։ Ինչպես է Աստված կանչում, ինչպես ենք մենք հասկանում, որ Աստված կանչել է մեզ իր հաշիվը տալու, այսինքն մեր կյանքի վերջնակետը եկել է։ Նախ ծերությունը, երկրորդը մեր ամբողջ մարմնի թուլությունը, հիվանդությունները եւ նաեւ ժողովուրդ ջան, այս ամենին գումարվում է նաեւ մեր ամենօրյա պատրաստված կամ չպատրաստված լինելը։ Դրա համար ինչ է ասում է, չգիտեք թե որ ժամին պիտի գա մարդու որդին։ Եվ ահա այս բոլորը մեզ կանչում են հաշիվ տալու։ Այսինքն մենք ամեն վարքյան պետք է լինենք կանգնելու Տիրոջ առջև եւ ցույց տալու մեր հաշիվը, մեր հաշվետվությունը, թե մենք ինչ ենք արել։ Ինչու մարդը կոչվեց տնտես։ Տեսեք, ժողովուրդ ջան, որն էր տնտեսի պարտականությունը։ Նախ ճիշտ ժամին բոլորին կերակրի, ծառաներին կերակրի։ Այսինքն հոգուն եւ մարմնին տնտեսը պետք է միտքը պետք է կերակրել ճիշտ ժամին։ Տնտեսի պարտականությունը ժողովուրդ ջան, ժրաջան աշխատելը տանտիրոջ համար։ Ահա Աստված մեզ տնտես է անվանում, մեզ հիշեցնելու համար, որ մենք տնտես ենք եւ մենք այդ ժրաջանությունը աղոթքի, պահքի, ողորմության մեջ այդ ժրաջանությունը պետք է ունենանք։ Եվ տնտեսի պարտականությունը նաեւ խնամք տանել իր ծառայակիցներին։ Այսինքն չնեղել, չհարվածել, չծեծել, այնպես էլ մենք մեր միտքը տնտես կարգվեց, որպեսզի մեր հոգուն եւ մեր մարմնին նեղություն չտա, այլ ճիշտ հակառակը Աստծո պատվիրաններով սնուցի։ Աստծո պատվիրաններով։ Այդ ամենը պետք է տեղի ունենա Աստծո պատվիրանների ներքո։ Եվ ահա Տերը տնտեսություն ինձանից տնտեսն իր մտքում ասաց. «Ինչ պետք է անեմ, քանի որ իմ Տերը տնտեսությունը վերցնում է, աշխատել չեմ կարող, մուրալ ամաչում եմ»։ Ահա տնտեսը մտածում է, որտեղ Աստված մարդուն ստեղծեց բանական։
բանական ոգին դրեց իր մեջ եւ մարդը դրա համար է որ ամբողջ արարչագործությունից առավել է տողեր հետո կտեսնենք թե ինչքանով է առավել եւ ինչպես է առավել եւ ահա ասում է աշխատել չեմ կարող ինչու որտեվ հավիտենական կյանքում այլևս ապաշխարության գործեր զղջումի գործեր չես կարող անել ինչ որ անես այստեղ պետք է անես աշխատել չեմ կարող որտեվ այնտեղ հող չկա չեմ կարող աշխատել հոգին գնում է դեպի հավիտենություն կամ Աստծու մոտ կամ հակառակը մուրալ չեմ կարող ամաչում եմ ինչու որովհետև այնտեղ ինչքան էլ մուրաս քեզ ոչ ոք չի տա եւ դա է ամենամեծ ամոթը եւ ահա ասում է գիտեմ թե ինչ կանեմ որպեսզի երբ տնտեսությունիցս հեռացվեմ ընդունեն ինձ իրենց տները Եվ իր տիրոջ պարտապաններից յուրաքանչյուրին մեկ առ մեկ իր մոտ կանչելով առաջինին ասում է իմ տիրոջն ինչքան պարտք ունես եւ սա ասում է 100 մար ձեթ կանչում է իր հոգուն միտքը կանչում է հոգուն քանի լիտր ձեթ պարտք ունես ինչու հոգին նկարագրվեց որպես ձեթ որովհետեւ ձեթը թափանցիկ է ձեթը լուսավոր է, լույս է տալիս, ահա այդպես էլ մեր հոգին թափանցում է, որովհետև մի սահման չենք ճանաչում եւ լուսավոր է մեր հոգին, ունի ապաշխարության մեծագույն շնորհքը։ Եվ ահա կանչում է հոգուն, ասում է, քանի լիտր ձեթ ունես, ասում է 100 մար ձեթ, 100 լիտր ձեթ պարտք ունեմ։ Այսինքն 100 այստեղ խորհրդանշում է կատարյալ թիվը, այսինքն մենք բոլորս յուրաքանչյուրս կատարյալ մեծ մեղքերի մեջ ենք։ Ահա հեսա կտեսնենք, թե ինչպես պետք է այդ մեղքերը, այդ մեղքերից հրաժարվել։ Ասում է գրիր 50, որովհետև զղջումով ժողովուրդ ջան, մենք հոգու մեղքերի 50%-ը վերացնում ենք։ 50%-ը մնում է, 50%-ը պետք է վերացնենք, պետք է լուծենք զղջումով, աղոթքով, պահքով։ Երկրորդին կանչեց, այսինքն մարմնին կանչեց, ինչքան պարկ ունես իմ տիրոջը, 100 քոր պարկ ցորեն։ Կրկին ինչքան որ ցորենի հատիկը պատկերացնում եք 100 պարկ ցորենի մեջ ինչքան հատիկավոր ցորեններ կլինեն, այնքան էլ ցույց է տալիս ձեր մեղքերն են, մարմնավոր մեղքերն են։ Ինչու ցորենը նկարագրվեց որպես մարմնավոր, որովհետև ամուր է եւ ահա մարմնական մեղքերն էլ նկարագրված են արդեն գործնականում։ Գրիր 80, որովհետև զղջումով մարմնական մեղքերը մենք կարողանում ենք իջիկ դարձնել միայն 1/5 մասը։ Մնացած մասը զղջումով, ապաշխարությամբ, պահքով, աղոթքով ենք վերացնում։ Ահա հիմա մտովի տեղափոխվենք Զաքեոս Մաքսապետը։ Զաքեոս Մաքսապետն ասում է, տեսեք, արդեն զղջացել էր Քրիստոսին իր տուն էր կանչել, չէ՞, այսինքն իր մեղքերի համար զղջացել էր, բայց նաև փոխհատուցումը պետք է տար, պետք է ապաշխարությունը ունենար։ Ում որ զրկել է կրկնակին կհատուցեմ, այսինքն քանի որ 50%-ը դեռ մնացել էր, ինքը ապաշխարությամբ, զղջումով, խոստումով, աղոթքով այն 50-ն էլ է վերացնում։ Հոգուն, այսինքն ում էր զրկել, հոգուն էր զրկել։ Եվ ում որ անիրավել եմ, այսինքն մարմնին էր անիրավել, քառապատիկը կհատուցեն, որտեղ 1/4-ը դեռ մնացել էր։ Զղջումով 20%-ը վերացել էր, 80%-ը դեռ կար, այսինքն 1/4-ը դեռ կար։ Դրա համար Զաքեոս այստեղ մեզ համար օրինակ է ցույց տալիս, թե ինչպես պետք է մենք 100%-անոց մեղքերից հրաժարվենք եւ լուծվի մեր մեղքերի դատակնիքը։ Զղջումով առաջինը, որը հոգու մեղքերը լուծում է, վերացնում է 50%, որովհետեւ դեռ այդ մեղքերը մարմնական տեսք չեն ստացել, որտեղ դու կարող է մեղանչես, մեղ գործես քո մտքում, քո հոգուց ներս, օրինակ շնություն, բայց դա ի գործ չդնես, որտեղ կարող է դու ցանկանաս որևէ մեկի մահը, բայց դու այդ քո մտածումը ի գործ
չդնես։ Ուրեմն, որպեսի այդ մտածումները մաքրվեն, պետք է եւ հոգու եւ մարմնի մաքրություն։ Առաջինի պարագայում, հոգու պարագայում շատ ավելի հեշտ է տեղի ունենում, որովհետև մարմնական տեսք չէր ստացել, երկրորդի պարագայում փոքրինչ ջանք ու եռանդը ավելի պետք է լինի։ Շարունակում է ասել. Ապա դարձյալ մյուսին ասում է, ինչքան պարտք ունես, եւ նա ասաց, 100 քորձորեն։ Տնտեսը նրան ասաց, առ քո թուղթը եւ նստիր եւ գրիր 80։ Եվ Տերը գովեց անիրավ տնտեսին։ Այստեղ ժողովուրդ ջան, ինչու էր անիրավ։ Տեսեք, մենք տնտես կարգվեցինք, չէ՞, խոսքի սկզբում հենց դրա մասին ասացի։ Ինչու մենք տնտես անվանվեցինք։ Որովհետև ինչ որ ունենք, դա մերը չէ։ Մենք ընդամենը տնտեսվարողներ ենք։ Ինչ որ ունենք, Աստծուց ենք ստացել։ Պողոս Առաքյալն ասում է, դու քո մարմնի տերը չես, այսինքն մենք անգամ մեր մարմնի տերը չենք։ Եվ Պողոս Առաքյալը ասում է, ինչ ունես, որ չես ստացել։ Եվ եթե ստացել ես, ինչու ես պարծենում, իբրև չստացողի։ Այսինքն ինչ որ ունես, դու Աստծուց ես ստացել։ Աստված է քո ամեն ինչի հեղինակը։ Եվ եթե Աստված է քո ամեն ինչի հեղինակը, ուրեմն ինչու ես պարծենում, թե ասում, սա իմն է, սա ես եմ ձեռք բերել։ Ուրեմն, ահա հենց այդ պատճառով մենք կոչվեցինք տնտեսներ։ Այստեղ անիրավ է կոչվում, որովհետև իր ունեցվածքը չէ, որ տվեց, այլ Աստծուն է։ Աստծունը վերցրեցինք եւ բաշխեցինք մարդկանց։ Եվ ասում են, որովհետև իմաստությամբ եւ Տերը գովեց անիրավ տնտեսին, որովհետև իմաստությամբ գործեց, որովհետև այստեղ իմաստությունը կայանում է ապաշխարության մեջ։ Քանի որ այս աշխարհի որդիները, մարդու որդիները ավելի իմաստուն են, քան լույսի որդիներն իրենց սերնդի մեջ։ Լույսի որդիները, հրեշտակները, ինչպես ենք մենք առավել, որովհետև մենք առավել ենք, ունենք ապաշխարություն, որտեղ մեր մարմնի ճգնություններով, աղոթքով, պահքով, ողորմությամբ մենք կարող ենք Աստծո սերը շարժել, Աստծո գութը շարժել։ Եվ Աստված, եւ մենք ինչով ենք առավել լույսի որդիներից, այսինքն հրեշտակներից, որտեղ նրանք լույսի որդիներ են կոչվում, որտեղ երբ որ ասած եղիցի լույս եւ եղև լույս, հենց այդ լույսի ժամանակ ստեղծվում են լուսավոր հրեշտակները, որտեղ ասում է կիզիչ հուրը սպասավոր հոգիներ դարձրեց, լույսը սպասավոր հոգիներ դարձրեց։ Եվ ահա իսկ մեզ ստեղծելու համար երկու process է կատարվում։ Նախ առաջինը խորհրդակցվում է ամենասուրբ երրորդություն իր անձերի մեջ եւ երկրորդը մնացած բոլոր արարածները ի հայտ եկան խոսքով, մինչդեռ մենք ի հայտ եկանք ստեղծվեցինք Աստծո ձեռքով։ Ահա տեսեք, թե ինչպես ենք մենք առավել լույսի որդիներից։ Եվ երրորդը, եւ ինձ համար ամենակարևորը, մենք ապաշխարության փրկության հնարավորություն ունենք, որովհետև Քրիստոս հրեշտակների համար չմարթացավ, հրեշտակային կերպարանք չընդունեց այն ընկած հրեշտակներին վեր բարձրացնելու եւ փրկելու, այլ միայն մարդու փրկության համար Աստված մարդացավ, մարմնացավ եւ մեզ դարձրեց իր որդիներ։ Ահա տեսանք, թե ինչ կետերով, ինչ սկզբունքներով մարդը տնտես կոչվեց, մարդը իր ընկած վիճակից հնարավորություն ունեցավ ողորմության, իր հոգու եւ մարմնի հանդեպ ապաշխարությամբ, զղջումով ներել իր մեղքերը, եւ տեսանք, թե ինչպես մարդը, այս աշխարհի որդիները ավելի մեծ գտնվեցին, քան լույսի որդիները իրենց սերնդի մեջ։ Այ հիմա կարող եք ձեր հարցերը տալ, ժողովուրդ ջան։ Հարցեր չկան։ Հա։
Ձեզ բարեկամներ դարձնեք, չէ՞։ Ես ձեզ ասում եմ, անիրավ մամոնայից ձեզ համար բարեկամներ արեք, որպեսզի երբ այն պակասի հավիտենական հարկերի տակ ընդունեն ձեզ։ Անիրավ մամոնան այստեղ, այսինքն դրամը, որ դու վերցնում ես այդ դրամը, դու կարողանաս օգտագործել ողորմության համար։ Այսինքն վերցնում ես այն փողը, որը կարող է արծաթասիրության տանել, դու ճիշտ հակառակը տանում ես դեպի ողորմություն, մարդկանց բարիք ես անում, ողորմություն ես անում, սեր ես անում, որովհետև տեսեք, այստեղ ինչ է ասում, երբ այն պակասի, երբ կպակասի, ժողովուրդ ջան, հավիտենական կյանքում, չէ՞, չես կարող ունենալ, ինչպես ում ձեթը պակասեց, կույսերի, հիմար կույսերի, որովհետև ձեթը հունական մտածողության էլեյո բառն է, որը նշանակում է ողորմություն նաև, այսինքն էլեյո և գիրե էլեյո հայտնի Մոցարտի ռեկվիեմը կամ Ջուզեպե Վերդիի ռեկվիեմը, չէ, գիրե էլեյսո, այսինքն տեր ողորմյա, այդ ձեթ բառից է, ձիթապտուղ բառից է առաջացել, որովհետև յուղը և ողորմությունը նույն իմաստն ունեն։ Այսինքն, երբ որ մեր յուղը պակասի, անիրավ իմաստուն և հիմար կույսերի պարագայում, մենք ինչպես կարող ենք մեր ունեցածը տալ հիմարներին, որոնք որ թեև հավատքով էին, թեև կույս էին հանուն Քրիստոսի, բայց մի բան չունեին, ողորմություն չունեին։ Ահա ասում է այդ դրամից ձեզ համար ընկերներ դարձրեք, որպեսզի երբ որ այն պակասի, որտեղ մի օր գալու է, երբ որ պակասելու է, դուք արդեն ողորմություն դիզած լինեք երկնքի արքայության մեջ, որտեղ եթե այստեղ մենք ողորմություն դիզենք երկնքում, Աստված էլ նույն ողորմության պետք է հատուցի մեզ։ Եթե մենք չարություն դիզենք, Աստված ինչ պետք է հատուցի, ինչ որ ցանենք այստեղ երկնքի արքայության մեջ ենք հնձելու։ Հուսով եմ պատասխանեցի։ Այո, այո, հին շորեր ունեն, տալիս են աղքատների, այո։ Դե կարողա դա ավելցուկ չի, կարողա դա ավելցուկ չի, կարողա ինքը հնկազավար չի ուտում, որտև իր օրգանիզմը չի ընդունում, բայց ինքը մտածում է ինչու թափեմ, կտամ չունևորին, իմ բարեկամին, դա ուրիշ է, բայց երբ որ ինքը շատ ունի ու իր ունեցվածքից իր թափելուց է տալիս, դա արդեն ուրիշ է։ Օրինակ ամերիկյան կառավարությունը մի օրվա մեջ այնքան բրինձ է թափում օվկիանոսը, որ կարելի էր ամբողջ Աֆրիկան 7 օր պահել։ Պատկերացրեցիք։ Թափում են, որ բրինձի գինը չիջնի։ Տեսակ։ Դա էր չարությունը։ Հարցեր ժողովուրդ։ Շատ լավ։ Շնորհը, խաղաղությունը մեր Տեր Հիսուս Քրիստոսի այժմ եւ միշտ եւ ավիտյանս հավիտենից ամեն։